Աստված օրհնի, սիր Աստծո ժողովուրդ ջան, թող Աստծո խաղաղությունը լինի բոլոր Աստծո խոսքը լսողների համար, որտեղ Աստծո խոսքը այսօր բոլորն են լսում, սիր Աստծո ժողովուրդ ջան, թող այն Աստծո խաղաղությունը այսօր տիրա իր ժողովրդի մեջ, որ այսօր մենք տեսնում ենք, որ այս չար օրերի մեջ, սիր Աստծո ջան, որքան կարևոր է Աստծո խաղաղությունը Աստծո ժողովրդի մեջ։ Մենք տեսնում ենք երկիրը կա շատ դժվարություններ, ասենք մարդկանց մեջ շատ խնդիրներ կա, դժվարություններ կա, չէ՞ թե ընտանեկան, թե ինչ-որ մի հարցերի մեջ, չէ՞, այսօր մենք տեսնում ենք անդադ այս մասին Տերը խոսում է, ժողովուրդ ջան, որովհետև Աստված տենում է, որ դրա կարիքը միշտ կա։ Այսինքն տեսնում ենք, քանի որ մենք երկրի վրա ենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք այդ պատերազմը, այդ ամեն կարիքը, որ մենք Աստծուց խաղաղություն գտնենք, Աստծուց ողորմություն գտնենք, մենք տեսնում ենք ամեն օր մենք դրանց կարիք ունենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ այո, Աստված նաև մեզ ուզում է օգնի իր ամեն գործերի մեջ, իր ամեն ծառայության մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ իր ժողովրդին սուրբ սարքի, որ իր հարս եկեղեցին պատրաստի, սիրելի ժողովուրդ ջան, պատրաստի իր հարս եկեղեցին, որ երբ որ Տեր Հիսուսը գա, մեզ բոլորիս տանի երկինք։ Եվ դա համար մենք տեսնում ենք, որ Աստված այսօր իր ժողովրդի հետ աշխատանք է տանում, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Աստված այսօր իր ժողովրդին այսօր սկսում է բացել Աստծո ճշմարտությունը, բացում է ամեն իր ողորմությունը, որ այսօր մարդիկ հասկանան բոլորը, ժողովուրդ ջան, որ Աստված իրանց հետ աշխատանք է տանում։ Աստված ուզում է, որ իրանց կյանքը փոխի, Աստված ուզում է, որ իրանց ավելի սրբացնի, որ այսօր մարդը ավելի սիրահարվի Աստծո վրա, սիրահարվի Տիրոջ խոսքի եւ Տիրոջ օրհնությունը վայելելու համար, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք, որ այո, Աստված այսօր ինչի համար թողել է ավետարան, որպեսզի մարդիկ կարդան ավետարան եւ ավետարանից հասկանան Աստված ինչ է ինձ ու քեզ պահանջում, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք, որ ավետարան այսօր շատ մարդկանց չի բացվում։ Մենք տեսնում ենք, որ Աստված ասում է իր աշակերտներին մտքերը բացեց, որպեսզի Աստծո խոսքը կարդան ու հասկանան, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ավետարանը, եթե դու ուզում ես հասկանաս ավետարան, դու այսօր պետք է երեխու պես գաս Տիրոջ առջև եւ աղոթես, որ Աստված ջան, դու բացայինս քո խոսքն ու ճշմարտությունը, որպեսզի ես հասկանամ Աստծո ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Աստծո խոսքի իմաստը հասկանամ Աստված ինձանից ինչ է պահանջում, ինչ է ուզում ինձանից Աստված։ Աստծո խոսքը վերաբերում է բոլոր լսողների համար։ Եթե մարդիկ լսում են Աստծո խոսքը, Աստծո ժողովուրդ ջան, այսինքն տվյալ մարդու համար վերաբերվում է հենց իր համար, որ այսօր բոլոր մարդիկ հասկանան, որ Աստված իրանից ինչ է պահանջում այս երկրի վրա։ Ինչ է ուզում այսօր ինձանից քեզանից Հիսուսը, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը ուզում է այսօր մեզ բոլորիս օգնի, որ մենք իմանանք Աստծո ճշմարտությունը, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք երեք ակրած խոսացինք, որ այսօր մենք գիտենք, որ ավետարանի մեջ արդեն շատ բաներ գրված է, որ այսօր մեզի համար զարմանալի չի, պատերազմներ լինում, չէ՞։ Այսօր տեսնում ենք, որ սրանք զարմանալի չէ։ Մենք այսօր արդեն կարդում ենք ավետարան, որ սրանք արդեն բոլորը գրված է։ Մենք տեսնում ենք շատ տեղեր երկրաշարժեր լինում, մահատարաժամեր լինում, ժողովուրդ ջան։ Այս ամեն բանը, որ գրված է ավետարանի մեջ, մենք հասկանում ենք, որ այդ ինչ որ գրված է, սա պետք է կատարվի։ Այն որ ավետարանի մեջ գրված է, սիրասո ժողովուրդ ջան, եթե մի բան գրված է դեռ չի կատարվել, լավ իմացեք, պետք է կատարվի։ Այն որ Տեր Հիսուսի համար գրված է, որ պետք է գար երկրի վրա, ժողովուրդ ջան, եւ այդ բոլորը կատարվեցավ, մինչեւ Տեր Հիսուս եկավ եւ Մարիամին միջոցով եւ Սուրբ Հոգու միջոցով ծնվավ, ժողովուրդ ջան։ Եվ մենք հիշում ենք, երբ որ ինք եկավ Հովանեսի մոտ մկրտության, Հովանես ասեց, ես պետք է քո մոտ մկրտեմ, դու ես եկի ինձ մոտ։ Եվ մենք տեսանք, այո, Տեր Հիսուս ինքը Տերերի Տերն էր, բայց եկավ որ այդ մկրտվեր ջրով։ Եվ դա համար ինքը Հովանեսին ասեց, թող որ գրվածը կատարվի։ Այսինքն հասկացեց, որ Հովանես ջան, թող որ գրվածը պետք է կատարվի, այսինքն այն որ գրված է, որ պետք է կատարվի, ժողովուրդ ջան։ Նաև Հուդայի համար էր գրված, բայց Աստծո ծրագիրի մեջ չկար, որ Հուդան պետք է մատներ, Աստված չէր ուզում այդ ամեն բանը, պրոս արդեն տեսա, որ կար, որ պետք է Հուդան արդեն մատներ իրան, ժողովուրդ ջան։ Բայց Աստծո ծրագիրի մեջ չկար, որ տվյալ մարդու համար, որ Աստված վատ բան ցանկանա։
Նաև Աստված իմ ու քո վատ բանը չի ցանկանում, ժողովուրդ ջան։ Եթե մարդկանց կյանքի մեջ ինչ-որ մի բաներ ա կատարվում, մենք չենք մտածում, որ Աստված ա ցանկանում այս վատ բաները մեր կյանքի մեջ։ Այսինքն շատ անգամ մենք տեսնում ենք, որ մարդն ա ձգտում դեպի այս մեղքի կյանքը։ Եվ դա համար այսօր շատ մարդիկ ինչ են, ճաշակում են, շատ դժվարություններ են էտում, ժողովուրդ ջան, ապրում են։ Ինչու որ Աստված ասում է՝ մի սիրա աշխարհ եւ ինչ որ նրա մեջը կա։ Արդեն նախորոք մեզ Տեր Հիսուսը զգուշացնում է, որ մի սիր այս աշխարհ եւ ինչ որ այս մեղքը կա։ Որ հետո մարդիկ չասեն Հիսուսին, բա Հիսուս ջան, բանձի խիչ չգուշացիր։ Բա Տեր ասա չի ասա, այ աղջիկ ջան, այդ տղա ջան, բախարկ ավետար մեջ արդեն գրված էր։ Արդեն ձեզ իշքան անգամ քարոզում են, քան անգամ ձեզ վգայում են, որպեսզի մարդը ուշադիր իր հավատքի կյանքի մեջ, որ ինք աճի սուրբ հոգով, աճի Տիրոջ ներկայության մեջ, ժողովուրդ ջան։ Աստված մա քու ամեն վիճակների մեջ դու գնաս Հիսուսի ոտքերի մոտ։ Հիվանդ ես, տգար ես, մտքի պատերազմ ունես, ինչ որ պրոբլեմ կա քո կյանքի մեջ եւ քո ընտանիքի մեջ, Տեր Հիսուսը ասում է, ոչ թե դու հեռանաս իրանից, հապա գաս իր ոտքերի մոտ։ Սա է Աստծո ծրագիրը, ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք, որ կա անօրեն, որ այսօր մարդկանց հեռացնում է։ Բայց Տեր Հիսուսը մա ինձ ու քեզ մոտիկացնի։ Եվ այսօր մենք տեսնում ենք մարդը ում է լսում, որ կողմն է լսում, այսօր շատ կարևոր է։ Մենք տեսանք, որ Ադամը Եվան ում լսեց։ Աստված արդեն թողել էր պատվերը։ Սիրելի ժողովուրդ ջան, հիմա որ մենք ապրում ենք այս երկրի վրա, նույնպես մեզի պատվեր է թողել Աստված, ավետարանն է թողել։ Եվ բարին կա, եւ չարը կա։ Աստված տեսնում է, որ դու մեջտեղ կանգնած ես, որին ես ձգտում, որին ես ուզում, որն ես ուզում, որ իրան լսես, իրան հասկանաս, եւ իրան հաճեսնես, ուրախացնես քո Տիրոջը։ Այն հայրը, որ իմ ու քո համար իր որդին, միակ որդին չխնայեց իմ ու քո համար, բոլոր մարդկության համար։ Մենք տեսանք, որ Տեր Հիսուս եկավ ամբողջ աշխարհի համար։ Բայց որ մենք տեսնում ենք, շատ քչերն են ընդունում Տիրոջը, շատ քչերն են դառնում Աստծո զավակներ։ Սիրելի ժողովուրդ ջան, այո, մենք տեսնում ենք Աստծո համար շատ ցավ է, որտեղ ինք իր միածին որդին տվավ այս ամեն ժողովրդի համար, մարդկության համար տվավ, որպեսզի բոլոր մարդիկ հասկանան, որ բոլոր ինչ ազգ ուզում ես եղի, քեզի համար կա մեղքի թողություն։ Եվ դա համար Տեր Հիսուս ինչ ուզում անի, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը մա որ իր ժողովուրդը արտուն կենա, արտուն։ Եվ այսօր քո ամբողջ կյանքի մեջ նայում ես, ում ես դու այսօր վիբիրատ ենում քո կյանքի մեջ, ինչ ես այսօր ընտրում։ Եվ ոնց ես դու հավատում քո Տիրոջը։ Շատ անգամ մարդը կարա մի հատ մեղանչի, ժողովուրդ ջան, մարդը զննում ես մեղքի մեջ, դժվարության մեջ, մեկ է տեսնում ես մարդու ներսը սկսում է հեռանալ Աստծուց։ Աստված ծրագիր չունի, որ քեզ հեռացնի քո մեղքի պատճառով։ Ընդհանրապես ասում է նույնից արի, զղջա, արի իմ ոտքերի մոտ, որպեսզի մեղքի թողություն գտնես, ժողովուրդ ջան։ Աստված գիտա, որ բոլոր մարդիկ հողից են ստեղծված։ Այսօր Աստված շատ անգամ մեզ ինչ պիտի պահանջի, ժողովուրդ ջան։ Այն մեղքի մեջ ծախված եղել ենք, այսօր այնքան բաներ կա մարդու կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Շատ անգամ շատ քույր եղբայրներ ասում այ աղբեր ջան, եկանք Հիսուսին, այնքան բաներ բացված մեր կյանքի մեջ, այնքան մեղքեր բացված։ Է մինչև այդ ազատ ապրում ենք։ Բան չկար բացված։ Բա ինչ եք ուզում։ Երբ որ մենք գալու ենք լույսին, այն խավարը արդեն երևում է, այն մեր խավար ապրած կյանքը։ Դամար Տեր Հիսուս ինչու համար է բացում, ցույց է տալու, որպեսզի մարդը հասկանա, որպեսզի մարդը ազատվի այդ խավարից։ Որ այդ մարդը ձգտա դեպի լույսին, դեպի լավին, դեպի բարին, որ ինք ապրի Քրիստոսի հետ, սիրաստո ժողովուրդ ջան։ Եվ Աստված այսօր մեզ սիրելով, մենք չենք պատկերացնում, թե Աստծո սերը որքան մեծ է իմ ու քո համար, ժողովուրդ ջան։ Աստծո ուշքմիտքը չէ որ մարդկանց դադի, մարդկանց ցավացնի, ժողովուրդ ջան, Աստծո ուշքմիտքը իմ ու քո վերքերը փաթաթի, ինձ ու քեզ համոզի, որ կյանք ընտրա, ոչ թե մահը։ Եվ իդարկիր այր Տիրոջ խոսք ասում է կուդեմ երկու բան եմ դնում, կյանքն ու մահը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդու կողմը կա ընտրություն, ժողովուրդ ջան։ Այսինքն մարդու կողմ կա։ Շատ անգամ կարա մարդիկ սատանային մեղադրեն, բայց սատանան մեզ կմեղադրի։ Կասա դու խեր ընձի լսում։ Ավետարան կար, Աստծո խոսք կար,
դու գիտեր որ լույնա լույսը որնա բարին ժողովուրդ ջան չէ Այսօր մենք տեսնում ենք ասված մարդու մի կողմա թողե որոշում մարդուն ի՞նչն ես ընտրում Ադամ Եվային կար որոշում երկու ծառ էր դրված կենաց ծառը ու բարի չարի գիտության ծառը ժողովուրդ ջան նրանք պետք է ընտրեին որ ընտրեին Եվ հետարքի երբ որ Տեր ասում է կուդեմ երկու ճամփա եմ նոր չես ենք չարն ու բարին կյանքն ու մահը բայց հետարքիր է Տերը նայեց ուղում է ինձ ու քեզ այնքան օրտել երբ որ ավետարանը կարդում եք ժողովուրդ ջան Հիսուսը ուղում է ինձ ու քեզ ասում է կյանք ընտրա բարին ընտրա որ դու հավիտենական կյանք ունես ժողովուրդ ջան նա Տեր Հիսուս նաև հուշում է ինձ ու քեզ նա հուշում է որ այսօր մեզ համար դա հասկանալի լինի որ քո հայրդ քեզ արդեն հուշում է, նա քեզ օգնում է։ Մենք էլ այսօր շատ ծնողներ են ժողովուրդ ջան, մենք այսօր ինչու համար մենք շատ անգամ մեր երեխեքից հուշում ենք, օգնում ենք։ Ազիզ ջան, նայա, Աստծուն սիրա, Աստծու հետ մնա, Աստծուց դուր կյանք չկա երկրա ժողովուրդ ջան։ Շատ անգամ այսօր շատ մեր երեխեքը որ խապնվում են ինչու համար որ սատանին ցույց է տալու այնտեղ կյանք աշխարհի մեջ։ Բայց մարդիկ մտնում են այնտեղ, տենում են այնտեղ կյանք չկա։ Շատ մարդիկ վնասվում են, ընդի շատ մարդիկ վնասված են հետ գալում, ժողովուրդ ջան։ Եվ շատերը չեն կրում հետ կան, շատերը վնասվում են։ Եվ մենք տեսնում ենք շատ անգամ մարդը մահանում է մեղքի պատճառով։ Աստված էս մարդուն այնքան է սիրում, չի թող որ էս մարդը դալ շետա առաջ։ Նա ճանապարհի կեզին ուզում է կանգնեցնի, ինչ որ մի միջոցներով որպեսզի տվյալ հոգում փրկի, ժողովուրդ ջան։ Դա շատ անգամ մարդիկ հիվանդություն են ձեռք բերում։ Սիրաստու ժողովուրդ ջան։ Ոչ թե Աստված չի սիրում իրանց, Աստված շատ է սիրում։ Աստված դաժե ինձ ու քեզանց էլ ավելի է սիրում այն մարդկանց, ովքեր ընկել են եւ հետում են ուրիշ ճանապարհով, աշխարհով ժողովուրդ ջան։ Դա համար Տիրոջ խոսքի ասում է 99 թողում է Տերը, մեր Աստվածը, մեր Տեր Հիսուսը, Տիրոջ հոգին։ Գնում այդ մեկի հետևից, այսինքն տեսնում ենք, որ այդ մեկը իշքան թանկ էր Աստծո համար, որովհետեւ այս մեկը հեռացել էր։ Եթե մենք տեսնում ենք, եթե հիմա մեր երեխեքից ինչ որ մեկը որ աշխարհի մեջ է ժողովուրդ ջան, ինչ որ մեկ Աստծուն չի սիրում, այսօր դու տեսնում ես քեզի համար որքան ցավ կա, որքան ես մտածում այդ երեխու համար, որը նա չի ապաշխարում, քո համար ցավ կա։ Այն երեխեքը որ հավատքի մեջ են, այդքան քուշկու միտքը չի։ Իրանց համար աղոթում ես, բայց դու հավատում ես, որ այդ երեխեքը Աստծո ներկայության մեջ են, Տիրոջը սիրում են։ Բայց այն զավակը, որ այսօր հեռացել է ժողովուրդ ջան, չէ՞, մենք տեսանք անարակ որդու համար հայրը որքան էր մտածում։ Էլի որդի ուներ իր տան մեջ։ Բայց իր ուշքի միտքը այն որդին էր, որը հեռացել իր տնից։ Իր ցավը այն երեխեն էր, որ հեռացավ գնաց իր հոր տնից։ Նա մտածեց, որ Աստծուց հեռանա, մենք ուրիշ կյանք ապրենք, ավելի լավ կյանք ապրենք։ Ինչու՞ համար բոլոր օրինակները Տերը թողել է։ Անարակ որդու առակը ինչու համար Տերը թողեց այս ամենը գրեց ավետարանի մեջ որպես այսօր բոլորս հասկանանք որ երբ որ մարդը հեռանում է գնում է Աստծուց հեռու նա պետք է հասկանա որ այնտեղ կյանք չկա այնտեղ դու քասնես սովամայության քասնես այն վիճակի որ քեզի մնում է որ դու հասկանաս ու հետ դառնաս դից հասկանաս դու այն աշճանես արդեն հասել այն խոզի լապն է չէին տալու որ ուդեին պատկերացրու մարդը ինչ աստիճան հասավ Ինքը իր հորը տուներ ամեն ինչ կար իր հոր տան մեջ։ Ամեն կերագուրը կար։ Պրոբլեմ չկար այնտեղ։ Բայց հասավ այն աստիճանի, որ իրան այն խոզի կենը չէին տալու։ Փապագում էր գոնե դու դեր ժողովուրդ ջան։ Եվ այս մարդը նոր խելքի է գավ ու ասեց այ մարդ իմ այնտեղ իմ հորս տունը դու ծառաները նենց են ապրում ըզից լավ։ Որ ես իմ հորս տղեն եմ։ Ավելավ այդամ իմ հորս ասեմ Neranzi հայր, ընտունանձի գոնե որպես ծառա, ժողովուրդ ջան։ Ես մենք տեսանք, որ մարդու մեջ երբ որ զղջում կա, ես երեխեն չսես կանետամսեմ, ես քու տղեդ եմ եկել եմ նույնիսկ, չեն այդպես չմտածես։ Նա այնքան խորը զղջում ապրավ, նա ասես գոնե ծառայի տեղ ընտունա։ Ժողովուրդ ջան, Աստված չի տենում այս ամեն բանը մարդու կյանքի մեջ։ Երբ որ մարդու մեջ գալում է զղջում, մարդ ուզում է որպես ծառա արդեն գոնե, ասում է տերնձի որպես ծառա ընտունա։ Եվ մենք տեսանք հայրական սերը, սիրասու ժողովուրդ ջան, հայրը հերվից տեսավ, նրա սիրտը արդեն ուրախությունից լեցվավ, իր որդին վերադառնում է,
Նույնպես այսօր մեր Տեր Աստվածը, մեր Հիսուսը այնքան ուրախանում, երբ որ իր կորած որդին վերադառնում է։ Կարող այսօր շատերիս համար անհասկանալի սա ժողովուրդ ջան։ Կարող շատեր շատ բան չհասկանանք։ Այդ սերը չտեսնենք Աստծո սերը տվյալ մարդու հանդեպ։ Ժողովուրդ ջան, թո Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ մեր գու խոսքեր կարդանք, դες ինչ Տերը տարավ մի քիչ ուրիշ լայնածավալ իր խոսքը, ժողովուրդ ջան, որտեղ Աստված տենում է, այն որ ժողովուրդը լսում Աստծո խոսքը, Աստված տենում է բոլորի կարիքը։ Աստված տենում է այն մարդկանց, ովքեր կարիք ունեն Աստծո խոսքի, մխիթարության, սիրո, ողորմության եւ Աստծո հավատքը պահելու համար։ Եվ ամեն մեկս այսօր հասկանանք, ինչ վիճակի մեջ որ դու կաս այսօր կամ ես։ Սիրելի քույրեր, եղբայրներ ջան, ինչ վիճակի մեջ կաս։ Տգար ես, թույլ ես, ընկած ես, հիվանդ ես, կարող դու քեզի բանի տեղ չես էլ դնում։ Շատ անգամ կատրես է Տեր Աստված, այս ինչ է իմ վիճակը։ Ոչ մի բանի պիտանի չէ։ Սիր Աստծո ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ դու էտաս ընկնես Հիսուսի ոտքերը։ Գրկես այդ սուր ոտքերը, համբյուրես Աստծո ոտքերը, հասկանաս, որ ընդեղ է օրհնությունը։ Ես շատ անգամ որ քարոզում եմ, շատ անգամ ասում եմ Տեր Աստված, Հիսուս ջան, ժողովուրդ ջան, Մայրամը պատկերացեք, Մայրամը տեսավ իր մեղքը, եկավ ընկավ Հիսուսի ոտքերը գրկեց։ Համբյուրում էր Հիսուսի ոտքերը, ինչ օրհնյալ էր Մայրամը։ Թեկուզ ինքը քաղաքի մեջ ամենամեղավոր կինն էր, բայց այս կինը եկավ ընկավ Հիսուսի ոտքերը գրկեց, ալացում էր ոտքերի վրա։ Ոտքերը համբյուրում էր, արդասունքներով լվում էր Հիսուսի ոտքերը։ Այնքան օրհնյալ, երբ որ մենք էլ տեսնում ենք այն մեր դժվար եւ գալը մգնում ենք Հիսուսի ոտքերը, լվում ենք իր ոտքերը, ասում ենք Հիսուս ջան, ներամ մեզ։ Բայց որ մենք տեսանք Սիմոնը, որ ընդունել է Հիսուսին իր տանում, Սիմոնը չտեսավ իր մեղությունը, ժողովուրդ ջան։ Սիմոն իրան արտար էր տեսնում։ Բայց Սիմոն ջան, բա դու կարիքը չուներ Քրիստոսի։ Է դու էլ տակներ Հիսուսի ոտքերը։ Ձեր ժողովուրդ ջան, այսինքն մարդուն կա ընտրություն։ Ով է այդում Հիսուսի ոտքերի մոտ։ Ովքեր կարիք են տեսնում, ովքեր տեսնում են իր խղճալի վիճակ, ովքեր տեսնում են իրանց մեղավոր վիճակ, ովքեր տեսնում են, որ իրանք անկարող են, ովքեր տեսնում, որ իրանք հիվանդ են, խնդրեմ կա, դժվարություն կա։ Եվ այս բոլոր մարդիկ հասկանում են, ես պետք է գնամ իմ Հիսուսի ոտքերի մոտ։ Իմ սիրտը պետք է բացեմ իմ Հիսուսին, ասեմ Տեր Հիսուս, ահա ես եկել եմ։ Ես եկել եմ քեզ մոտ, Հիսուս ջան, ես ուրիշ տեղ չունեմ գնալու։ Դու ես իմ հայրը, դու ես իմ Աստվածը։ Քո ոտքերի մոտից ուր էլ գնամ, ես կկորսվեմ, Հիսուս ջան։ Ես եկել եմ քո ոտքերի մոտ, Հիսուս ջան։ Ընդունա տգար զավակին, ընդունա մեղավոր զավակին, ընդունա ամենը, որ այսօր մենք մեղանչում ենք եւ քեզ ցավացնում ենք։ Մենք զղջում ենք մեր չարիքների համար, Տեր Հիսուս ջան, ներա մեզ, Հիսուս ջան։ Եվ դուք տեսնես, որ Տիրոջ սիրո փաթաթումը քո վրա կտեսնես։ Դու տեսնես, որ կենտանի զորություն է իջնում քո վրա։ Կենտանի ներկայություն իջնում քո կյանքի մեջ։ Սիրասոր ժողովուրդ ջան, ես հիշում եմ միտպես երկար, absolուտ երկել չեմ կրում գտնել։ Ես իմ տան մեջ երբ որ այդ երկը ինքան օրհնյալ երկ էր, եւ բերում էր մարդու զղջման, ապաշխարության, ընկել է հացում է, ասում է Հիսուս ջան, ներանձի, Ժողովուրդ ջան։ Երբ որ մարդու մեջ բասում է մեղքի, երբ որ մարդու մեջ բասում են ամեն մարդու չարություն եւ մարդը հասկանում է, որ իր տեղը Քրիստոսի ոտքերի մոտ է։ Նա իրան էլ արտար չի տեսնում Սիմոնի պես։ Նա տեսնում է Մայրամի պես, Տեր Աստված ներանձի։ Եվ ես տեսա, որ Տիրոջ ներկայություն իջավ իմ կյանքիս մեջ։ Նա գրկեց ինձ, նա սիրեց մեզ, նա ինձ ու քեզ սիրում է։ Նա գիտե իմ ու քո բոլոր խնդիրները, նա գիտե քո բոլոր ցավերը, նա գիտե քո բոլոր վերքերը, նա գիտե ինչ բանի մեջ ես այսօր դու, ինչ խնդրեմ ունես, ինչ դժվարություն ունես, ինչ ճանապարհ ես այսօր դու անցնում ես երկրի վրա։ Կարող շատ անգամ դու անհավատությամբ ես անցնում, պարտվում ես շատ անգամ այս ճանապարհների մեջ։ Բայց Տեր Հիսուսը քեզ ուզում է օգնի եւ ինձ սիրասո ժողովուրդ ջան։ Թո Տիրոջ անունը փառավորվի, ես ուզում եմ կարդամ սիրասո ժողովուրդ ջան։ Տեր օրհնի բոլորի դեր, իր Աստծո ժողովուրդը Տեր օրհնի, սիրասո։ Մենք տեսնում ենք այսօր վերջին ժամանակներին Տերը արթնացնում է իր ժողովուրդը։ Ժողովուրդ ջան, Աստված այս վերջին օրերին արթնացնում է իր ժողովուրդը, որպեսզի իր ժողովուրդը արտուն գտնվի,
որ իրա գալստյանը պատրաստ գտնվենք, գլուխներս չկախենք, ամաչենք, այ գլուխներս բարձր փառավորենք մեր Աստծուն, ասենք Հայր, փառք քեզ, որ մենք շնորհակալ ենք, որ անարժանների սիրեցիր, անարժաններ հանիր ես խավարի մեջից, այդ մեղքի ճիրագներից մեզի քաշի հանեցիր Տեր Աստված, որ մենք դրանց արժանինքները չունենք, որ դու մեզ դից հանեիր, մենք քո արժանինքից դուրս ելանք, եւ դու մեզ քաշիր հանեցիր, սրտան շնորհակալ ենք քեզ անց Հիսուս ջան, քո բոլոր արած ողորմությունների համար։ Ես ում կարտամ առաջի Պետրոս 5-րդ գլխի ժողովրդյան 8-րդ խոսքից, առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-րդ խոսքից կկարտամ։ Եվ տենենք այսօր Աստծո խոսքը ինձ ու քեզ համար ինչ կերագուր է պատրաստել ժողովրդյան։ Ելեմ ասում, Աստված ամեն օր իր ժողովրդի համար կերագուր է պատրաստում։ Այն ժողովուրդը, որ ուզում է լսել Աստծո խոսքը, Աստված ամեն օր իմ ու քո համար կերագուր է պատրաստում։ Իր խոսքը կերագուր է, նա ասում է տղա ջան, կեր, աղջիկ ջան, կեր իմ խոսքը։ Կեր, որ դու իմանաս եւ բայա քո սրտի մեջ իմ խոսքերը, որպեսզի չմեղանչես իմ առջև։ Եվ ինչ ասում ասենք մեզի Տիրոջ խոսքը առաջի Պետրոսի 5-8 խոսքի ժողովրդյան։ Ասում է արտուն կեցեք, հսկեցեք։ Հիմի մարդը կարող մտածի ինքը պիտի գիշերը չքնի։ Սաղ գիշեր պիտի չքնեմ Հիսուս ջան, արտուն կենա, ժողովուրդ ջան։ Կարող այսօր դու քնես, բայց դու արտուն ես։ Վերջ Աստված մարդկանց գիշեր ա տվել, քնելու ժամ ա տվել, հանգիստ ա տվել ժողովուրդ ջան։ Այսինքն այս արտունը, որ ասում է, սա կապ չունի ու քո գիշերվա քնելու համար։ Սա հոգևոր արթնության համար է Տերը բերում, որ դու հոգևոր կյանքի մեջ արտուն ես, արտուն ու զարտուն ես, եւ դու հասկանում ես Տիրոջ խոսքի օրհնությունը քո կյանքի մեջ, ծեր ժողովուրդ ջան։ Եվ դամար Տեր Հիսուս ասում է, արտուն կեցեք, հսկեցեք։ Աստծո խոսքը մեզ ասում է արտուն կեցի ու հսկա։ Այսինքն, եթե մարդը արտուն չի, նա չի կրա հսկի ժողովուրդ ջան, իր ապրած կյանքի համար։ Թե մտքի պատերազմ կանի, թե ինչ որ մի բան կա մարդու կյանքի մեջ, չես ենք։ Այսօր մարդը արտուն եթե չեղա, անօրենը հասնում է իր նպատակին։ Նա խապում է մարդուն, ժողովուրդ։ Ինչու՞ համար, որտեղ ես ու դու արտուն չեղանք։ Եվ Տիրոջ խոսքը ասում է արտուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան։ Ասում է արտուն կեցեք ու հսկեցեք, որ դուք այսօր պատերազմ կա ձեր դեմ։ Սիրելի ժողովուրդ ջան, հավատքի մարդու կյանքի մեջ ամեն օր դու պատերազմի մեջ ես, լավ իմացի։ Ամեն օր։ Թեկուզ այսօր դու քնում ես, բայց քո տեղ արդեն դեղ հրեշտակներ են քեզ պահապանում։ Եվ դու արտուն ես քնում, դու աղոթքով ես քնում, դու Աստծուն հանձնված ես քնում։ Եվ հանձնում ես քո կյանք եւ քո ընտանիք Աստծուն ես հանձնում, եւ նոր պարգում ես քնելու։ Միգուցե պարգաստեղ դու նույնիսկ Տիրոջ հետ խոսես, Տիրոջ ներկայության մեջ մտնես։ Ծիրասո ժողովուրդ ջան, էդի ոչ մեկը մեզ չի խանգարում եւ չի կրա արտկելի, որ դու քու Աստծու հետ կապ ունենաս, հաղորդակցվես։ Ասում արտուն կեցեք, 8-րդ խոսքը, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդ սատանան մռնչող արուձի պես կպտտի ու կփնտրե թե ում ուտի։ Ժողովուրդ ջան, ասում սատանան մռնչող արուձի պես պտտում է, նա մանա գալում, ում կարանա ուտի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս անօրենը սատանեն, որ Տիրոջ խոսքը ասում է, չէ՞, մռնչող արուձի պես մռնչում է։ Ինչու համար նա հասկանում է, որ այսօր դու կմտնես երկինք, բայց նա չի մտնի երկինք, ժողովուրդ ջան։ Նրա համար գիտես ինչ կան այսօր ցավը, որ ինքը երկնքից իրան գցեց Հիսուսը ցած, նա տեսավ այդ ամեն գեղեցկությունը երկնքի։ Եվ նա հրեշտակապետ էր։ Բայց այսօր ինքը պետք է դժոխքում վառվի։ Բայց մարդը, որ մեղանչական մեղանչեց Աստծո առջև, եւ մարդը, որ հողից ստեղծվավ, դեր երկինքը չի տեսե, եւ Աստված ինձ ու քեզ երկինք է պատրաստել եւ մեզ համար երկինք է տալու մեզ ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ անօրեն այսօր մռնչող արուձպես ման է գալում, փնտրում է ում կուլ տա։ Մենք տեսնում ենք, այո, շատ անգամ մենք տեսնում ենք, որ մարդկանց կուլ է տալում անօրենը, ժողովուրդ ջան, ո՞նց է կուլ տալում։
Մարդկանց խապումը, մարդկանց համոզումը, շատերի մտքի պատերազմա բերում, շատ մարդ են մտքի պատերազմի մեջ։ Մարդը չի հասկանում, որ մի հատ Աստծո խոսք կա, որ ես պիտի մի հատ նայեմ, այս միտքը ըզից էր, Աստծուց էր, թե ումից է ժողովուրդ ջան։ Հիմա եթե միտքը գալու է քեզ ախապում, ասում է Հիսուսը քեզից չի սիրում, ասված քեզանից հեռացել է, այդ մռնչող արուծը մանա գալու, որ քեզի կուլ տա, նա քեզ խապի, որ քեզի հեռացնի Աստծո ժողովուրդ ջան։ Նա չի գա քեզի իրականից կուլ տա։ Նա խապում է, նա խավարով է գալում քո կյանքի մեջ։ Մտքի պատերազմ այսօր մենք տեսնում ենք շատ անգամ մտքի պատերազմում ես միտք է գալում մարդուն։ Այդ միտքը չկա, ժողովուրդ ջան։ Հիմա միտքը գալում է սա քեզի կամ կուդեմ կամ քեզի կվնասեմ։ Այդ դու գարի դու վնասի։ Ես Հիսուսի հետ եմ։ Արի վնասի։ Սա հավատք է։ Սա հավատք է, որ դու հավատում ես, որ դու Հիսուսի պաշտպանության տակ ես, նա չի կրա քեզի վնասի։ Սիրածո ժողովուրդ ջան։ Բայց նա մռնչող արուծի պես խապում է մանա գալու, թե ում պիտի կուլ տա։ Եվ այսօր տեսնում եք շատ մարդկանց կուլ է տալու։ Սիրածո ժողովուրդ ջան։ Շատ մարդիկ գնում են դեպի աշխարհ։ Շատ մարդիկ մտքի պատերազմի մեջ պարտվում են, որը դա Աստված չի ուզում։ Եվ դա համար ինչու համար Աստծո խոսքը այսօր մեզ արդեն գրել է, որպեսզի մարդիկ ժողովուրդ ջան իմանան Աստծո խոսքը։ Սիրածո ժողովուրդ ջան։ Այսօր Աստված ինչ ասում, նաև 9-րդ խոսքը ասում է անոր դեմ կեցեք հավատքով։ Այ քեզի բան։ Սերի ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք Աստված մեզի ինչ է սովորեցնում, մենք ոնց կրանք անորին դեմ կենանք։ Շատ անգամ ասում են Սատան ետից գնա, այ մարդու դու դպես բան չավ ետից գնաց։ Տեր Հիսուսը չի ասում ետից գնա։ Տեր Հիսուսը մեզ սովորացում ասում անոր դեմ կեցեք հավատքով։ Այն հավատքը, որ Աստված թողել է քո կյանքի մեջ, ավետարանը թողե, ավետանի հավատքը, ասում է դեմ կեցեք հավատքով։ Այսինքն մենք չենք ընդունում քեզ։ Մենք քո սդությանը չենք հավատում։ Մենք հավատում ենք մեր Տեր Հիսուսին, որ իր կյանքը տվեց ինձ ու քեզ համար։ Նա գնել է մեզ իր սուրբ այրունով, սիրածո ժողովուրդ ջան։ Դամար Տեր Հիսուսը ինչ այսօր ինձ ու քեզ ասում, անոր դեմ կեցեք հավատքով, հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Ասում անոր դեմ կեցեք հավատքով, հաստատված։ Այսինքն հավատքի հետ դու նույն հաստատություն ունենաս։ Սիրածո ժողովուրդ ջան։ Այսինքն կարա դու հավատ մի բան ունենաս, բայց այն հաստատություն դեռ չունենաս։ Մի հատ մի չեկա դու արդեն խառնվում ես իրար։ Եղբայր ջան, այս մտքերը գալում են, ինչ անեմ։ Ինչ պետք է անենք։ Պետք է բանատեղ չտնենք։ Ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք այս մտքի պատերազմը, որ այսօր անորեն մռնչող արուպես մանա գալում, ժողովուրդ ջան։ Դու իրան դեմ դիմաց չես տեսնում։ Աստված թույլ չի տալում։ Նա մենակ մտքի պատերազմը, իր զենքը այդ մտքի պատերազմն է, ժողովուրդ ջան։ Նա մի հատ միտք աղերգում։ Տեսնում ընդունում ես, թե չես ընդունում։ Մեկը տեսնում է, որ դու արդեն այդ մտքից սկսում ես աշխատանք տանես։ Ըհը։ Միտք եկավ, տգար եմ, թույլ եմ, էսի եմ։ Նա տեսնում է դու արդեն կբել ես այդ մտքին։ Շատ անգամ ասում են, այ եղբայր ջան, մտքեր ա գալում, ոնց անեմ, ասում եմ, այ քույրիկ ջան, դու գործ չունես, մի կբի այդ մտքերդ, ոչ էլ կրգնա այդ միտքը քո կյանքի մեջ։ Թող հեռանա այդ միտքը քեզան։ Երբ որ դու սկսում ես արդեն պատմես այդ մտքի համար, դու արդեն ոնց որ մտնում ես այդ մտքի մեջ։ Եվ դու սկսում ես մտնել այդ պատերազմի մեջ, եւ դու դից պարտված դուրս ես գալում։ Շատերը վնասված են դուրս գալում։ Շատերը վնասում են, ժողովուրդ ջան։ Այդ համար ինչու՞ համար Տեր Հիսուս այսօր ինձ ու քեզ ասում է դեմ կեցիր նրան հավատքով եւ հաստատված։ Ասում է գիտնալով, որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Այսինքն մեր եղբայրները նույն չարչարանքները կրել են։ Հավատքով հաստատված։ Հաստատուն են մնաց այդ Տիրոջ խոսքի մեջ, սիրածո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորիս։ Այն որ այսօր Տիրոջ խոսքը մեզ բացում է, մեզ սովորացնում է, ժողովուրդ ջան։ Աստված մեզ տվել է իշխանություն։ Այսօր մարդ իր իշխանությունը չի տեսնում, ժողովուրդ ջան։ Այսօր շատ անգամ հավատքի մարդը չի տեսնում, որ ինքը Աստծո զավակ է։ Ինքը տերերի երեխեն է։ Որ Աստված քու 4 բոլոր դրել է իր հրեշտակներին պաշտպանություն է դրել։ Բայց տեսնում եք այսօր այս անոր ինչ ասում, մռնչող արուց պես մանա գալու։ Մանա գալու, նա փնտրում է,
Նա այս աշխարհի մեջ մանա գալու իշքան մարդկություն կան, ժողովուրդ ջան, իշքան մարդկություն կան։ Շատ անգամ որ մարդկանց հետ աշխատես մեմ եղբայր ջան, դու նայ ես, հենց դու մեզ պաշտամունքի գնաս, այն մարդիկ որ նոր պիտի քայլ անեն ասուն։ Հələ դու նայ ես այնքան մտքեր ա գալում քեզի, այնքան խնդիրներ ա գալում, որ դու դրանց մեջ արդեն կորսվում ես։ Դու արդեն մտնում ես խավարի մեջ։ Դու պետք է հասկանաս, որ դու պատերազմի մեջ ես։ Եթե միտք ա գալում, այ մարդը վաղտը չի, հետո կգնաս, հետո կապաշխարես։ Այսօր մարդը պետք է հասկանա, որ դեմ դուրս կա այդ մտքին եւ հագարակը անի։ Ժողովուրդ ջան, նա պետք է հագարակ անի։ Այդ դու այդ մտքին պետք է հագարակ անես։ Եթե քեզ ասում է չի սիրում Հիսուսը քեզ, դու ասա քու գործը չէ։ Իմ հայրը ինձ սիրում է, սա հավատք է։ Իմ Աստված ինձ սիրում է։ Աստված այսօր անհատական հավատք է թողում իմ ու քո համար։ Հիմա մենք խոսում ենք Տիրոջ խոսքը բոլոր մարդկանց համար, ովքեր լսում են Աստծո խոսքը, քարոզները, չէ՞ ժողովուրդ ջան։ Բայց Աստված ամեն այդ մարդկանց այդ յուրահատուկ հավատք է թողում, որ դու անհատական այդ հավատքը պետք է ընդունես Աստծուց։ Շատ անգամ ասում են քույրիկ ջան, Աստված քեզ սիրում է, ասում է եղբայր ջան, բոլորին է սիրում է, ասում եմ քույրիկ ջան, թող բոլորի։ Երբ որ դու երեխուն ասում ես, Ազիզ ջան, քեզ սիրում ես, անունը տալում ես քո երեխու, չէ՞։ Դու իրան ես ասում, այլ երեխեք կան, դու բոլորը սիրում ես, բայց անհատական դու դիմում ես այդ երեխուն։ Շատ անգամ ասված մեզ անհատական է դիմում։ Տղա ջան, աղջիկ ջան, քեզ սիրում եմ։ Հիմա այս խոսքը գալու է ուղիղ քո սրտին։ Նա գալու է քեզ ասում է, սիրելի եղբայր եւ քույրիկներ ջան, որ ես քեզ սիրում եմ։ Դու հավատում ես, թե չես հավատում։ Սիրելի ջան, մենք մարդուն կարող է չհավատանք։ Մարդը կարող է մի բան ասի ու չանի։ Մարդը։ Բայց այն մեր Աստվածը, որ մեզ ասում է, նա անող է, նա անում է մեզ, ժողովուրդ ջան։ Որտեղ եթե նա ասում է ես քեզ սիրում եմ, դու պետք է հավատաս, որ Աստված քեզ սիրում է։ Իշքան էլ մտքեր կան, իշքան էլ մռնչողարուցը քեզի մտքեր կբերա, մռնչա քո վրա, քեզի կխապի։ Մենք տեսնում ենք ինչու համար շատ անգամ մարդիկ ունեն պրոբլեմ, երբ որ մարդը անցնում է մի դժվարություն, մի պրոբլեմ, երբ որ մի հալածանք ես անցնում, երբ որ մի նեղություն ես անցնում, չէ, այդ վաղ նոր գալու է քո ընտասկը։ Միգուցե այսօր դու մեղանչում ես Աստծո առաջ, միգուցե այսօր ընկել ես հավատքից, բայց Աստված տենում է քո քայլը որտեղ է նույնից։ Եվ մտքեր է գալում քեզ, խապում է։ Ասում է քո վիճակին նայա։ Էլ ուր ես գնում։ Էլ Հիսուսը քեզ չի սիրում։ Նա քեզած արդեն հեռացել է։ Մռնչողարուցա, մռնչում է։ Մանա գալում։ Բայց երբ որ Տեր Հիսուս ասում է անոր դեմ կեցեք հավատքով, այսինքն դու պետք է հավատք ունենաս, դեմ կենաս այդ մտքին։ Իմ Աստվածը ինձ սիրում է։ Ես էլ իրան եմ սիրում։ Կարող այսօր մեղանչում եմ, կարող այսօր լավ վիճակ չունեմ, բայց ես սիրում եմ իմ Հիսուսին, ես չեմ ուզում մնամ այդ բաների մեջ։ Ես ուզում եմ փոխվել, ես ուզում եմ սրբանալ։ Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ մտածում են, ասում են եղբայր ջան, վերջը դժվարություն ունենք, մենք ուզում ենք սուրբ լինենք, ասում եմ լավ բան ես ուզում, բայց ճանապարհ պետք է անցնես։ Սա մի բան չի, որ մենք ռոբոտներ չենք Աստված սարքել, չէ, որ մի հատ կնոպկ են սխմես, մենք Հիսուսին շատ սիրեցինք։ Սա ճանապարհ է։ Սա մի ընթացք է, որ դու պետք է անցնես։ Տեր ասում է ամեն օրվա քո խաչը վերցրա արի մեդևից։ Այդ քո ամեն օրվա նեղությունը դիվերսես ու գնաս Տիրոջ հետևից։ Եվ այսօր մենք տեսնում ենք, այո, հավատքի ժողովուրդ անցնում է այս նեղության ճանապարհը։ Սիրասոր ժողովուրդ ջան, կարա դու աշխարհի մեջ այս նեղությունը չանցնես։ Ապրում ենք մեր համար աշխարհի կյանքի մեջ, ինչ ենք հասկանում ժողովուրդ ջան։ Մեղքի մեջ մեռած մարդիկ ենք։ Մեռած մարդը գիտակցություն չունի, նա հասկացողություն չունի, ժողովուրդ ջան։ Շատ անգամ ժողովուրդ ջան, եթե դուք չեք հավատում, հələ գնացեք որտեղ մեռել կա։ Հələ գնացեք մոտեցեք այդ մեռուն, ասեք մեռել ջան, ո՞նց ես։ Հələ տեսեք մի հատ ձենք ելի այդ մարդուց։ Չի ելնի, ինչու՞ որտեղ նա մեռած է։ Այսինքն որ մենք մեռած ենք, ասում է ձեր մեղքերի մեջ մեռած եք, բայց Քրիստոսը մեզի կյանք տվավ։ Նոր մենք եկանք լույսին եւ հասկացանք, որ մենք մեռած ենք։ Բայց իջև այդ մարդը չի պատկերացնում։ Ասում է խեմ մեռած, հələ ինչ լավ ապրում եմ։ Սաղ ու դու խմուշ եմ անում, իմ քեֆի համար ման եմ գալում,
Ինչ կապ ունի։ Եթե Քրիստոսով դու չես ծնվել, դու արդեն մեռած ես։ Սա ավետարանն ասում ժողովուրդը։ Երբ որ Ադամին ասեց, Ադամ, եթե ուդես կմեռնես, ժողովուրդ Աստված սուտ չի խոսում։ Աստված ասեց, Ադամ, եթե ուդես կմեռնես, մենք տեսանք Ադամը կերավ ու մեռավ Ադամը։ Եվան իր հետ մեռավ։ Երկուսն էլ մեռան։ Բայց իրանք ապրում էին, դրախտի մեջ էին, ապրան, երեխեք ունեցան, բայց մեռած էին։ Հիմա նույնպես Աստված բոլոր մարդկանց հասկանում է, եթե ինձանից դու մեռած ես, դու կյանք չունես այս երկրի վրա։ Եվ դա համար ասում է, եկեք ինձի, բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եկեք ինձի։ Մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը բոլորին կանչում է։ Այն մարդը, որ ուզում է գնա Տիրոջ, Աստված իրան դիմում, ասում է, եկիր ինձի։ Սիրասո ժողովուրդ ջան։ Եվ 10-րդ խոսքը ասում է, եւ բոլոր շնորհներու Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսին միջոցով։ Նույնպես եմ կարդում, սիրելի Աստծո ժողովուրդ, ասում է, եւ բոլոր շնորհներու Աստվածը, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց։ Մեզ ու մեզ։ Այսօր դու մտածում ես, դու ընդունում ես, որ մեզի մեջ դու կաս։ Այսօր այդ խոսքի մեջ դու էլ կաս, որ քեզ էլ Տերը կանչե։ Հավատում ես, թե չես հավատում։ Շատ անգամ տեսնում եք ինչու համար մարդկանց մեջ կա խնդիրներ, դժվար, երբ որ մարդը գնում է տգարանում է եւ մարդու մեջի հավատքը պակսում է։ Այդ վաղտա նոր մարդը մտածում։ Ընկել է խնդրի մեջ, դժվարության մեջ, ինչ ենք։ Այս ասել գնում ենք։ Տերը չուզում որ մնանք մենք դրանց մեջ։ Տերը ուզում է որ դու նույնիսկ գաս Հիսուսի ոտքերի մոտ։ Սիրասո ժողովուրդ։ Աստված գիտա որ մենք քող ենք։ Աստված մեզանից ինչ պիտի պահանջի։ Մենք ասում եմ Տեր Աստված, ախր ինձ մեջ մի բարի բան չկա, որ ինձ մի բան պահանջես։ Չկա մի բան, ժողովուրդ ջան։ Եթե չեք հավատում, փնտրեք ձեր մեջ, տեսեք մի բարի բան գտնեք, այնտեղ մենակ չարություն դուրս կգա։ Մենք երբ որ մտնում ենք Տիրոջ մեջ, Հիսուսի մեջ, այնտեղ նոր բարություն ենք գտնում։ Սեր ենք գտնում, ողորմություն ենք գտնում, ներողամտություն ենք գտնում, գտություն ենք գտնում, եղբոր քույրիկին հարգել, սիրել ենք գտնում ընդից, օգնել ենք գտնում իրանց, հասկանալ ենք գտնում ընդից։ Լրիվ Տիրոջ մեջ է։ Սիրասո ժողովուրդ ջան։ Ասում է եւ բոլոր շնորհի 10-րդ խոսքը եւ բոլոր շնորհի Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսին միջոցով։ Այսինքն մեզ ում միջոցով կանչեց Հայրը։ Մեր Տեր Հիսուսի միջոցով։ Կանչեց Քրիստոս Հիսուսի միջոցով քիչ մատեն նեղություն կրել է յետք ինքը ձեզ թող կատարյալ ենե։ Սիրաստո ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ հավատքի ժողովուրդը անցնում է նեղություն, բայց Աստված քեզ չի տում միշտ այդ ժամանակի մեջ անցնես։ Մենք նայում ենք Տիրոջ խոսքը ասում է, ինչ ասում է։ Ասում է քիչ մատեն նեղություն կրել է յետք ինքը ձեզ թող կատարյալ ենե, հաստատե, զորացնե ու հիմնե։ Էսի ինձ ու քեզ է վերաբերվում։ Այդ ամեն նեղության մեջ Տերը պիտի քեզ ինչ անի։ Թող կատարյալ ենե, քեզ հասնում է կատարյալության հավատքի մեջ։ Հաստատե, նաև հաստատում է քեզ քո եղած վիճակի մեջ, չի թողում այդպես դու մնաս։ Եվ Տերը ասում է, եւ նաև զորացնե, նաև քեզ զորացնում է Տերը, որ դու զորություն ես առնում, դու ուժ ես գտնում, սիրում ես քո Աստծուն, նույնիսկ վերականգնվում ես, գնում ես Աստծո ոտքերի մոտ եւ սիրում ես իրան, սիրասո ժողովուրդ ջան։ Զորացնե ու հիմնե իրեն փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք Տիրոջ խոսքը, սիրասո ժողովուրդ ջան, ինչ այսօր ինձ ու քեզ սովորացնում։ Ասում է, եւ բոլոր շնորհի Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսի միջոցով, քիչ մատեն նեղություն կրել յետ ինքը ձեզ թող կատարյալ ենե։ Այսինքն Աստված այսօր մեզ հասնում է կատարելությանը հասնում։ Սիրասո ժողովուրդ ջան։ Երբ որ դու տեսնում ես քո առաջվա կյանքը հավատքի, տարի, 2, 3, 4, 5, քանի տարվա հավատքի ես, չէ՞ այսօր դու։ Միգուցե 10-20 տարվա հավատքի մեջ ես, չէ՞։ Մենք տեսնում ենք այն տարիները եւ հիմա, այսօր անձամբ դու տեսնում ես շատ տարբերություն ես տեսնում, ժողովուրդ ջան։
Եթե մարդը այն տարիների մեջ, առաջ, երկրորդ, 3, 4, 5 եւ այս տարիների մեջ արդեն 20 տարի, 30 տարի, երբ որ դու մարդը տարբերություն չի տեսնում, մենք տեսնում ենք այս մարդը ուրեմն կանգնած է ճանապարհի կեսին։ Եվ Տիրոջ խոսքից հիմա եւ բոլոր շնորհի Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսի միջոցով, քիչ մատե նեղություն կրել է իդ, ինքը ձեզ թող կատարյալ ենե, հաստատե, զորացնե ու հիմնե։ Սիրասո Ժողովրդյան, եւ մենք հասկանում ենք ամեն փառքը մեր Աստծուն է։ Եվ դա համար ասում է իրեն փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից նաեւ ամեն։ Սիրո Ժողովրդյան, մենք տեսնում ենք այս ամեն բանի փառքը մեր Աստծունն է։ Սիրասո Ժողովրդյան, Դամար տոտերը բոլոր դել օրտնի սիրիր Աստծո ժողովուրդյան։ Այն որ այսօր ավետանի խոսքը խոսում է, սիրի ժողովուրդյան, այսօր վերաբերում է բոլոր այն մարդկանց, ովքեր լսում են այս խոսքը։ Այս խոսքը ում որ ագաժներին հասնում է, ում սրտին որ հասնում է, եւ Տեր ասում է, ով հոգի, այս խոսքը քեզ է վերաբերվում, բաց քո սիրտը, որպես ապրեմ քո սրտի մեջ եւ փառավորվեմ քո սրտի մեջ։ Եվ քեզ պիտի հիմնեմ, զորացնեմ, կատարյալ պիտի սարքեմ։ Աստված մեզ սարքում է կատարյալության մեջ է տանում, ժողովուրդ։ Սա իր ավետարանն է։ Մենք մեզանից չենք խոսում, ժողովուրդ։ Այն ինչ որ Աստծո ավետարանի մեջ գրված է, մենք դա ենք կարդում եւ դրանց ենք խոսում։ Եվ այդ խոսքի մեջ կա զորություն, այդ խոսքը կրա քեզ բժշկի։ Այդ խոսքն որ քեզ գալու է քո մեջ եւ քո մեջ բժշկություն է կատարում։ Միգուցե հիմա դու մխիթարություն կդար Տիրոջից։ Միգուցե դու այսօր արթնություն կդար Աստծուց։ Եվ այսօր դու կարողանում ես արթնանաս։ Միգուցե բաներ կա, որ այսօր դու քնել ես քո կյանքի մեջ հավատքի։ Դերը դժվարությունները կա։ Բայց երբ որ Տեր Հիսուսը բերում է քո կյանքի մեջ, հասկացում ես, որ արթուն կեցեք, հսկեցեք։ Այսինքն դու օրական պիտի հսկես քո կյանքը, որտեղ դու ամեն օր պատերազմի մեջ ես։ Եվ մենք հասկանում ենք, որ կա մի թշնամի, որ նա քո լավն ու վատը չի ուզում։ Միակ թշնամին, որ քո լավն ու վատը չի ուզում։ Սիրասուժան, նրա ուշք ու միտքը մարդկանց վատություն անի։ Բայց երբ որ նա տեսնում է, որ այն մարդես Աստծո ժողովուրդ այն մարդ մի հատ չի լսում։ Ես կան միտք եմ տալում, ղրգում եմ, Հիսուսը քեզ մի ասում է, եդիս կնա Հիսուսի սիրում է։ Նա պարտվում է, որովհետև դու ընդունում ես լույսը, դու հավատում ես Աստծո խոսքին, ոչ թե նրա ստությանը, ժողովուրդ։ Այլ դու հավատում ես Աստծո խոսքին։ Այսօր շատ անգամ մարդ իր մեղքերին կան մեծ է դասում, քան թե Հիսուսի սերն ու Հիսուսի փրկությունը, ժողովուրդ։ Այսօր մարդը չի հավատում, որ իր մեղքեր Աստված ներել է եւ ներում է։ Այսօր դա հավատ կա։ Այսօր ոչ մենք տեսանելի չենք տեսնում, Աստված ոնց մեր մեղքերը ներեց։ Մենք Աստծո խոսքով ենք տեսնում, հավատում ենք։ Որ այսօր ես ու դու էլ չենք սիրում այս աշխարհը։ Եվ չենք ուզում ապրենք այս աշխարհի մեղքերի մեջ, սիրասո ժողովուրդ։ Դամար թող Աստված օրհնի իր ժողովուրդը, սիրասո ժողովուրդ, այսօր կարևոր է, որ Աստված այս վերջին ժամանակ իր ժողովուրդ ուզում է արթնացնի։ Ես ու դու պետք է արթնանանք, սիրասո ժողովուրդ։ Օրերը չար են, ժամանակները կարճ են։ Այսօր նաև մենք մեր վաղվա օրը չենք իմանում, այսօր մենք տեսնում ենք ինչքան մարդիկ են մահանում։ Բայց մենք դեռ երկրի վրա ենք։ Հենց այնպես չի թողում Աստված մեզ ես երկրի վրա։ Աստված թողում է, որ դու ավելի սրբանաս, որ դու հասնես կատարելության։ Ինչպես Աստծո խոսքն ասում, որ նա քեզ կատարելությանը հասցնում։ Եվ քեզ զորացնում է, եւ հիմնում է։ Քեզ նաև հիմնում է Աստծո խոսքի մեջ։ Քո հիմքը դնում է ավետարանի մեջ, որ դու այնա քո ավետարանի հիմքը, եւ դու ունդից սնվում ես։ Եվ ունենում ես հավատքի կյանք, ամուր կյանք։ Եվ մեկ է տեսնում ես այդ մտքերը քեզից չի խանգարում։ Ժողովուրդ, սա քո կողմն է։ Աստված քո տեղը չի գա այդ մտքերը չընդունի։ Աստված քեզի բարձ ասում է, այդ մտքերը դու գործ չունես։ Ես հիշում եմ իմ կյանքի մեջ, երբ որ այն նորահոգի է, չգիտեմ որքան տարի առաջ է, ժողովուրդ, երբ որ նստած էի այսպես այս մտքի պատերազմի մեջ, մի տարվա, երկու տարվա պես հավատքի մեջ էի։ Երևի 98, 99, 2000 թվերն էր, ժողովուրդ, չեմ հիշում։ Երբ որ այս մտքի պատերազմի մեջ նստած էի, ասում է Տեր Աստված, մի ներսս պատերազմը մտքերս, ժողովուրդ,
Ասում եմ Տեր Աստված ինձ ինչ խոսք պետք է տաս, այս միտքը ինձ սպանում է այս պատերազմը։ Շորջ ջան։ Օրհնյալ Սուրբ Ոգին մի հատ գիտես ինչ խոսք ղրգեց։ Ասես պիղծ բանի չդպչես։ Շորջ ջան, երբ որ Սուրբ Ոգին այդ խոսքը ղրգեց իմ ներսը մի հատ ու ներսս ուրախություն եկավ։ Դուք չեք պատմում, մի հատ Տիրոջ ներկայություն իջա, որ ասես մի կբի այդ պիղծ բանի մի կբի։ Այդ մտքերը որ քոնը չի մի կբի, այդ մտքերը որ իմը չի մի կբի ասես պիղծ բանի։ Նրանք պիղծ են, նրա բոլոր չար գործերը պիղծ են։ Նրա մեջ բարի չկա։ Մի Տեր արդեն պարզ ինձ ասեց, մի կբի։ Հիմա ժողովուրդ ինչ որ մարդիկ շատ անգամ ասում ես, հորդորում ես, էլ հետում կմնի այդ մտքերին։ Այ քուրիկ ջան, եղբայր ջան, քեզի քան անգամ ասում, մի կբի այդ մտքին։ Էլ հետում կմնես այդ մտքերին։ Հետո ատած մեզ եղբայր ջան, լավ չէ։ Ո՞վ է քեզում կբի։ Արդեն Աստծո խոսքը քեզ զգուշացնում է, պիղծ բանի մի կբի։ Ժողովուրդ ջան, դա համար այսօր ասված են, դու ում ես լսում։ Շատ կարևոր է։ Դու ավետարան ես լսում, թե քո մտքերին։ Եկած մտքերից ես լսում։ Ինչու՞ համար այսօր մարդը չի բժշկվում։ Որտեղ մարդիկ Աստծո խոսքը թողած իրաց մտքերի հետ են ընկած, ժողովուրդ ջան։ Եվ ասված է նայում ասում, այ աղջիկ ջան, տղա ջան, այսուր ես գնացի ասե։ Այ մարդ հետարի մտի ավետարանի մեջ։ Հավատա, որ ես քեզ հետ եմ։ Մինչև վերջ քեզ հետ եմ։ Եվ մենք տեսնում ենք այսօր Աստված ինչ ասում։ Մեր ամեն գործերի մեջ մենք փառավորում ենք մեր Աստծուն։ Միգուցե դու կարող ես աշխատանքի մեջ լինես։ Քեզի ոչ մի բան չի խանգարում Աստծուն պաշտելու, համար լավ իմացեք ժողովուրդ ջան։ Աստծուն պաշտելու մեզի ոչ մի բան չի խանգարում։ Կարող դու գործի մեջ աման ես լվում, բայց Աստծուն փառավորում ես, երգում ես, պաշտում ես Հիսուսին, ճաշ ես եփում, Աստծուն փառավորում ես, Տեր ջան, օրհնես ես ճաշ ես, բարիք օրհնես։ Պետք է մենք էլ տղամարդիկ աշխատում ենք մեր աշխատանքների մեջ, եղբայրը շոֆերա, չէ, այսօր շատ տարբեր մարդիկ տարբեր ձևի աշխատում են եղբայր, չէ, քույրիկներ։ Եվ դու Աստծուն փառավորում ես, պաշտում ես քո գործի մեջ էլ եւ ուրախանում ես իրանով։ Մտքեր կգա, չեն գան, դրանք ու գործը չեն։ Պարզ Տեր ասես, պիղծ բանի չկմնես, ժողովուրդ ջան։ Այ մենք էլ մտածում ենք, Տեր ջան, մեզ ինչ պիտի խոստաս, մեզ ինչ պիտի անես, ինչ պիտի անի։ Տերը պարզ ասեց, պիղծ բանի չկմնես։ Եվ ինքան մի հատ ուրախություն եկավ իմ կյանքի մեջ, ժողովուրդ ջան, մի հատ օրհնություն էր իջե, որտեղ Աստված խոսում է մեր հետ, նա մեզ օրհնում է, նա մեզ հաստատում է, ժողովուրդ ջան։ Նա չուզում իր երեխեքը հիվանդ լինեն հավատքի կյանքի մեջ, լավ իմացեք։ Նա չուզում ես ու դու հիվանդանք։ Համար Տերը բոլորդ էլ օրհնի, Աստծո ժողովուրդ ջան, թող Աստծո անունը փառավորվի, սկանոքը վերջացնենք։